կնոջ տեղը խոհանոցում է, ժամանակակից աշխարհում ավանդույթ, թե ամեն դեպքում մարքեթինգ։ Երկրորդ համաշխարհային տղամարդիկ ռազմաճակատում է, թիկունքը պետք է պահեն կանայք։ Էլի շատ տղամարդկային մասնագիտություններ, որոնցով ինչ որ մեկը պետք է զբաղվեր, սկսեցին զբաղվել կանայք։ Շատ կանայք այդ ընթացքում հասկացան, որ իրենք կարող են օգտակար լինել բոլոր ոլորտներում, եւ իրենք կարող են անել այն աշխատանքը, որը մինչ այդ համոզել են, որ իրենք չեն կարող անել։ Եվ այսպես մի քանի տարի պատերազմը ավարտվեց, տղամարդիկ վերադարձան, ինչ-որ կերպ պետք է նաև վերադառնային աշխատաշուկա։ Շատ կանայք շատ ոլորտներում արդեն հաստատել էին իրենց դիրքերը։ Կար դրված խնդիր. աշխարհը պետք է լիներ այնպիսինը, ինչպիսին եղել էր մինչև պատերազմ։ Կանանց վերադարձնելը խոհանոց դարձավ քաղաքական եւ տնտեսական ռազմավարություն, գործի դրվեց մեդիա, կինոն, գովազդը, ամսագրերը, նրանց ուղղորդում էին խոհանոց, որովհետև լավ կինը պետք է լինի խոհանոցում։ Ակտիվ սկսեցին վաճառել խոհանոցային իրեր։ Այդ իրերը ցանկանալով դու դառնում ես երջանիկ կին։ Ամսագրերի էջերից ժպտում էր երջանիկ եւ անհոգ տնտեսուհին, ով ասում է. ես երջանիկ եմ, որովհետև ես ունեմ այս կամ այն իրը։ Սա բավականին հայտնի հնարք։ Կանանց վաճառում էին էմոցիա, դիրք սոցիումում։ Կնոջ տեղը խոհանոցում է միայն այն դեպքում, երբ կինն է դա ուզում։ Այնպես ինչպես ցանկացած մարդ անկախ սեռից կարող է ինքնաարտահայտվել այն ոլորտում, որ ինքն է ուզում։ Սա այն նույն հնարքն է, որը հետագայում խոհանոցից տեղափոխվեց գեղեցկության ինդուստրիա, բայց այդ մասին հաջորդ ռիլում։